Այսօր ինձ է պատիվ ձեզ հետ կիսվել Տիրոջ խոսքով, ծառայել Աստծո կենտանի զորավոր խոսքով, ամեն, տեսնում եք, որ մեր հովիվը այստեղ չի, նա Երևանում է ծառայում, նվիրատվության խոսքով, ամեն, նա իր օրհնանքի խոսքներ ուղարկել, որ օրհնենք ամեն մեկս, եւ նա օրհնում է բոլորիդ Հիսուսի անունով, եղեք օրհնված, ամեն։ Եվ գիտեք, իրականում Կիրակի օրը դա Աստծո կողմից տրված է ու մենք պետք է այս օրը ճիշտ օգտագործենք։ Ու դուք, ես հավատում եմ ու տեսնում եմ, որ դուք ճիշտ եք օգտագործես հնարավորությունը ձեր կյանքերի մեջ, որ Կիրակի օրով, այս 7-րդ օրով դուք որոշում եք կայացրեք քաղաք Տիրոջ տուն, լսեք Աստծո խոսքը, ձեր քույրերու, եղբայրների հետ բաժնեկցեք այն քաղցր Աստծո ներկայությունը, ամեն։ Եվ Տերը այս միաբանության մեջ իմ ու քո սրտի հետ կաշխատի ժամանակի առումով, Տերը իմ ու քո սրտի մեջ բժշկություն կանի, ամեն, եւ պատրաստ եղի, որ այս ընթացքում, այս քարոզի ընթացքում, երբ որ Տերը մատով ցույց տա քո սրտի մեջ որն է պետք քեզանից հեռացնես, պատրաստ եղի համաձայնվելու, ամեն, պատրաստ եղի փոխելու բաներ կա, որովհետեւ Տիրոջ տան մեջ է բժշկությունը մեր։ Եվ ուզում եմ մինչեւ քարոզին անցնելը ճիշտ է չեմ վերնագրել, բայց մի առակով, մի պատմությունով սկսել։ Մի մարդ աշխատանքից տուն գալուց ճանապարհին մի շուն է տեսնում, փողոցում թափառող ոտքը կոդրված, վիրավորված, սոված ու վերցնում է խղճալով է շանը բերում է իր տուն, սկսում է կերակրել, սկսում է վերքերը խնամել, կոդրվածը բուժել, անցնում է ամիսներ ու այս մարդու սիրտը կպնում է շան արդեն ու մի օր տան դուռը բաց է թողնում ու այս շունը փախնում գնում է։ Ու այս մարդը տխրում է, ասում է այսքան ժամանակ բերեցի, պահեցի, վերքերդ բուժեցի, կոդրվածը վերականգնեցի, կերակրեցի, ինչ անշնորհակալ շուն դուրս եկավ։ Փախավ գնաց ու տրտմում է ու չի անցնում մեկ օր լսում է դռան դիմացի ձայներ գնում դուռը բացում է տեսնում է շունն է եկել հետ ու հետը բերել է նրան նման սոված մի 5-6 շուն էլի ու բոլորով ներս են գալիս ու հասկանում է ոչ թե անշնորհակալ վերաբերմունք էր ցույց տվել այլ գնահատանք էր ցույց տվել գնահատել որ այս տանը կա իրանց համար կերակուր այս տանը կա իրանց համար բժշկություն, այս տանը կա իրանց համար խնամք։ Գիտեք, առավել ևս մենք, որ հոգևոր էակներ ենք, բանականությունով եւ հասկացողությունով, մենք գնահատում ու գիտենք, որտեղ որ կա մեզ համար կերակուր Տիրոջից, որտեղ որ մեզ համար կա փրկություն եւ ապահովություն, մենք գալիս ենք այդտեղ, ուզում ենք որ էլի մարդկանց բերենք։ Մենք ուզում ենք որ կարիքավոր մարդիկ կան ու ճաշակեն են սեր են, կերակուրն են քաղցրությունը, որը մենք ենք ճաշակել։ Այո, սա շատ ճիշտ վերաբերմունք է, սա շատ ճիշտ ուշադրություն է ու գնահատանք է Աստծուն, Աստծո խնամքի նկատմամբ։ Ամեն Աստված օրհնի բոլորիդ իրականում սա մեր որոշումն է այսօր որ մենք եկել ենք այստեղ եւ գիտեք այսօր մենք պատասխանելու ենք որոշ հարցերի ու շատ ճիշտ կլինի որ ժամանակ առ ժամանակ մենք կարևոր հարցերին մենք մեզ ամենաառաջինը պատասխանենք հարց տանք ու պատասխանենք ու ամենաառաջինն ու կարևոր լինենք մենք մեզ հետ անկեղծ սիրելիներս սա շատ կարևոր է ու այսօր մենք խոսալու ենք փրկության մասին Հարց ենք տալու, արդյոք մենք փրկության ճանապարհին ճիշտ ենք քայլում։ Հարց ենք տալիս մենք մեզ, արդյոք մենք կեղծավորության մեջ ենք, թե կեղծավորությունից դուրս ենք եկել։ Հարց ենք տալիս, մենք մեր սիրտը բացել ենք Աստծո առաջ, ուղիղ ենք, սրտանց ենք անում այս ամեն ինչ որ անում ենք։ Ամեն։ Գիտեք, այս հարցերը շատ սուր հարցեր են, բայց մենք մեզ պետք է ժամանակ առ ժամանակ տանք։ Գիտեք, մինչև փրկության անցնելը, փրկության խոսքին անցնելը, թե ինչ է փրկությունը, ուզում եմ ասել մի հարց։ Ինչից ենք մենք փրկվում։ Ինչից ենք մենք փրկվում։ Սերներս, մարդիկ լսել են, որ ասել են, թե դժոխքից ենք փրկվում, մենք փրկվում ենք այն կրակից, սատանայի այն պատրաստածից, բայց գիտեք, այդ հետևանք է։ Մենք փրկվում ենք ամենաառաջինը Հիսուսը մեզ փրկեց մեղքից, մեղքի կաբանքներից, իսկ մնացածը հետևանք է։ Ամեն։ Ու շատ կարևոր է որ բոլորս կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ որ մենք
ընկնում ենք մեղքի մեջ, կորցնում ենք այն փրկությունը։ Իսկ ինչ է փրկությունը, սիրելիներս։ Սիրելիներս, փրկությունը կարելի է լայն բացանել, լայն կողմերից նայել, բայց կարելի է փրկությունը երկու հիմնական ասպեկտի վրա կենտրոնանալ եւ ասել, որ այո, փրկությունը կախված է վերստին ծնունդից եւ ապաշխարությունից։ Եվ մեկը մյուսի հետ լուրջ փոխկապակցվածություն ունեն։ Եթե մենք ասենք, որ այո, մենք վերստին ծնված ենք ու չունենք ապաշխարության կյանք, մի օր կկորցնենք մենք այդ ամեն ինչը։ Իսկ եթե մենք բռնենք Աստծո խոսքը վերստին ծնվելով այն խոսքից, որ հետագայում կկարտամ եւ ապաշխարության կյանք ունենանք, այդ փրկության ծրագիրը մեր մեջ ամբողջապես կկատարվի։ Մենք Հիսուսի կատարած գործի համար մենք չունենք կասկածանք կամ ինչ-որ մի բաց թողում։ Հիսուսը ամբողջապես է փրկության ծրագիրը ներդրել մեր կյանքերի մեջ եւ ամբողջապես է իրագործել իր խաչով, մահով, հարությունով, ամեն։ Բայց մնում է այստեղ մեր բաժինը, թե մենք ինչ պետք է անենք։ Գիտեք, առաջինն ու առաջնայինը մենք պետք է փրկվենք եւ հեռու մնանք մեղքից, որպեսզի կարողանանք ապրել Աստծո հետ եւ միևնույն ժամանակ մեր քույրերի հետ այստեղ եւ հավիտենականության մեջ։ Սա շատ կարեւոր է։ Մեղքը իրանով նշանակում է, ովքեր Աստվածաշնչյան դպրոց սովորել են, գիտեն, որ իրանք գիտեն ինչ է նշանակում եբրայերեն, դա խամարտիա բառն է, որ նշանակում է վրիպել։ Բայց մեր լեզվով ասած, մեր հասկացողության պատկերացումով, որ ասեմ, մեղքը այսպես կարելի է բնութագրել։ Մեղքը Աստծո օրենքից ցանկացած անհամապատասխանություն է կամ վերջինիս խախտում է։ Երբ որ մենք անհամապատասխանեցնում ենք մեր գործողությունն ու մեր որոշումները, մեր խոսքերը, մեր քայլերը ոչ աստվածային օրենքներին ու պատվիրաններին, սա կոչվում է մեղք։ Կամ հագառակվում ենք կամ խախտում ենք։ Դրա համար Աստված իր խոսքը տվեց մեզի, որ մենք կարողանանք իր խոսքի մեջ տեսնել ճշմարտությունը եւ ուղղությունը եւ հետևել ճշմարտությանը։ Եկեք միտեղ բացենք առաջի Հովհաննես 3-րդ գլուխը եւ 4-րդ համարից կկարտանք։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ եւ 4-րդ համարը։ Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրնություն է անում, եւ մեղքն է անօրնությունը։ Տեսեք, այսինքն մեղքն ու անօրնությունը կարելի է հավասարության նշանի վրա դնել եւ ասել, այո, եթե մենք մեղք ենք գործում ու անօրեն ենք դառնում։ Այսինքն մեկ օրենք ես խախտում, դու ամբողջապես ես օրենքի դեմ հանցանք գործել։ Մեղք ես գործում, դու օրենքի ու Աստծո դեմ ես մեղք գործում։ Այո, սա Աստվածաշունչը սովորեցնում է, մեզ զգուշացնում է, որ մենք պետք է հեռու մնանք։ Հեռու մնանք մեղքից ու մեղքի գայթակղություններից, սիրելիներս, ու եկեղեցին պետք է ամեն ժամանակ չդադարի խոսելուց, որ այո, մեղքը մեզ բաժանում է Աստծուց։ Ու գիտեք, առաջի մարդու կյանքում, Ադամի եւ Եվայի կյանքում ինչ տեղի ունեցավ, հենց ամենաառաջի մեղքը, որ տեսնում ենք մարդկության կյանքում, 3 բան տեղի ունեցավ։ Առաջինը մարդը հանցանք գործեց։ Առաջինը հանցանքն էր։ Երկրորդը դատապարտությունն էր եւ երրորդը բաժանումն էր։ Այստեղ մենք տեսնում ենք առաջինը հանցանք, երկրորդը դատապարտություն եւ երրորդը բաժանում։ Ումից բաժանվավ մարդը։ Աստծուց, Աստծո ներկայությունից, Աստծո հետ շփվելուց։ Գիտեք, մեղքը ունի այս հետևանքները, որ երբ որ գալիս է մարդու կյանքի մեջ, սկսում է հանցանքի նշաններ բերել մարդու կյանք, մարդը սկսում է հանցագործ դառնալ, հանցանք գործել Տիրոջ դեմ ամենաառաջինը, դատապարտության մեջ են գնում։ Եվ անգամ եթե ինքն է դատապարտության մեջ սկսում է մարդկանց դատել, եւ երրորդը նա բաժանվում է Աստծո ներկայությունից։ Բայց գիտենք, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնումը այս ամենի պատասխանը տվեց։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 33-րդ խոսքը բացելով կկարտանք այստեղ, որ Հռոմեացիս 8-րդ գլուխ եւ 33-րդ համարը այսպես է ասում. Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի։ Աստված է որ արտարացնում է, ով է որ դատապարտ է, Քրիստոսը որ մեռավ
Եվ ավելի որ հարություն էլ առավ, Աստված Աստծո աջ կողմն է։ Ով է մեզ համար բարեխոսն է։ Տեսեք, այստեղ մենք ինչ ենք տեսնում եւ 35-րդ խոսքը ով է որ բաժանե մեզ Քրիստոսի սիրուցը, ոչ տառապանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերգություն, թե վտանգ, թե սուր, ինչպես գրված է։ Այսինքն Հիսուս Քրիստոսը ընդրվածներին, այսինքն կանչվածներին մեզ այս ամեն 3 պունկտերից, հանցանքից, դատապարտությունից, բաժանումից մեզ վերականգնման ծրագիր տվեց։ Այո, մենք այսօր հանցանք չենք անում, մենք հանցագործ չենք համարվում։ Այո, այսօր մենք չենք դատապարտում, որովհետև Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը իր վրա եւ մեզ արտարացրեց, որ ոչ ոք չկարողանա մեզ դատել։ Ամեն։ Եվ Հիսուս Քրիստոս այդ բաժանության պատը հանեց մեր միջից եւ դարձավ այդ միջնորդը, միակ միջնորդը, սիրելիներս, չկա ուրիշ միջնորդներ, որ մենք ասենք, որ պաշտենք կամ չգիտեմ ինչ անենք, ծունկ ծռենք այդ միջնորդի առաջ, Աստվածաշունչը ասում է միակ միջնորդը Հիսուս Քրիստոսն է, որ այդ բաժանարար պատը հանեց մեր միջից եւ միաբանեց մեր սիրտ Աստծո սրտի հետ։ Գիտեք, մարդ էակը մեղք չգործելու իշխանություն ունի, բայց նաև ունակ է մեղք գործելու։ Իշքան, որ մենք գիտենք, որ իշխանություն ունենք մեղքի վրա ու չենք կարող ենք չգործել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ մենք ունակ ենք մեղք գործելու։ Սա գիտեք ինչի մասին է խոսում, սա խոսում է կամքի ազատության մասին, որ Աստված ամեն մեկից տվել է ազատ կամք, ու մենք ենք որոշողը, գործենք, թե չգործենք։ Ու մենք ենք որոշողը մտնենք մեղքի դաշտ, թե հեռու մնանք մեղքից։ Սերներս Աստված էլ իմ ու քո ազատ կամքին չի բռնանում։ Աստված հաշվի է առնում մեր ազատ կամքը։ Դրա համար մենք պետք է մեր ազատ կամքը Տիրոջ խոսքի համաձայն արտարության ու սրբության բարիքի մեջ ծառայեցնենք, որ պտուղ ունենանք, որ արդյունք ունենանք, ամեն։ Եվ մենք գիտենք իրականում, որ մեղքը ունի շատ հետևանքների չեմ խոսալու, բայց մեղքը իրանով չարիք է, մեղքը իրանով մարդուն պտասնում է, մեղքը իրանով փակում է սահմանափակ է դարձնում մարդու տեսողությունը հոգևոր, մեղքը մարդու կյանքի մեջ հիվանդություն է բերում, մեղքը մարդու կյանքը սկսում է ներսը քայքայել, հոգևոր վիճակը սկսում է ոչ նպաստավոր դարձնել Աստծո հետ շփման համար։ Գիտեք, օրեցօր ժամանակ առ ժամանակ մեղքի մեջ մնալով մարդը մեղքի հարցերը չլուծելով բաժանվում է Աստծուց, հեռանում է Աստծուց, ամեն։ Եվ մի տեղ կարդամ Հովհաննես Ավետարանի մեջ 9-րդ գլխի եւ 31-րդ խոսքի մեջ մի հրաշալի տեղ կա, երբ որ խոսվում է մեղքի եւ մեղավորի մասին, Հովհաննես Ավետարան 9-րդ գլուխ եւ 31-րդ համարը։ Գրած է եւ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Սիրելիներս, այսպես է Աստված անում։ Աստված լսում է այն մարդկանց աղոթքը, ովքեր որ Աստծո կամքը կատարում են եւ ապրում են աստվածապաշտ կյանքով։ Բայց ասում է, ովքեր որ մեղքի մեջ են ապրում, թող չկարծեն, որ Աստված իրենց լսում է։ Սիրելիս, Աստված ողորմում է այդ մարդկանց հնարավորություն է տալիս, որ կան փրկության գիտությանը, որ կան Տիրոջ առաջ վերստին ծնվելու հնարավորություն է տալիս, բայց Աստված լսում է իմ եւ քո աղոթքը, սիրելիս։ Բայց գիտեք պարադոքսը ինչի մեջ եմ նկատել, որ մեղավոր մարդիկ կան տեսել են, որ ավելի շատ են աղոթում, թեկուզ եւ չեն լսվում։ Բայց տեսել եմ նաեւ արտարների, ովքեր որ անգամ օրերով աղոթք չեն անում։ Օրերով Աստծո երեսը չեն փնտրում։ Սա է մյուս կողմն է,
որ պետք է մենք հաշվի առնենք, այո, եթե մեզ Աստված լսում է ու մենք ունենք հնարավորություն Աստծո առաջ գալու, միթե մենք կարիքներ չունենք, միթե մենք հնարավորությունը չենք ուզում օգտագործել Աստծո առաջ գալու եւ մեր կարիքները, մեր ու Աստծո փոխհարաբերությունը ավելի ջերմ ու ավելի մտերիմ դարձնելու։ Սիրելիս, եթե մինչև ես ուշադրություն չեր դարձրել քո աղոթքիդ կյանքին, խնդրում եմ այսօրվանից հետո ուշադրություն դարձրա, որովհետև Աստված սիրող հայրը փափագում է քեզ հետ հանդիպում ունենալու, սիրող հայրը փափագում է քեզ հետ շփվելու, ամեն, ու դու պատկերացրա մի սպեսի իրավիճակ, որ Աստված սպասում է ամեն ժամ, ամեն վայրկյան, երբ ես դու դառնալու դեպի իրան, երբ ես քո երեսը հառելու դեպի նրան, ու սկսելու ես նրա հետ զրուցել, ու սկսելու ես նրա հետ քաղցր նրա ներկայությունը վայելել, ամեն։ Սա է քրիստոնեության են գեղեցկությունը։ Լավ, արեք գնանք առաջ Հռոմեացիս 10-րդ գլուխ եւ 8-րդ համարը, որտեղ որ մենք մեզ քաչ հայտնի վերստին ծնունդի հետ կախված մի աղոթք է, մի դավանության տեղ է, որտեղ որ մենք ամեն անգամ ծառայության վերջում հրավիրում ենք առաջ մարդկանց, աղոթում ենք նրանց հետ այս վերստին ծնունդի աղոթքը, գիտեք ինչ է վերստին ծնունդ, երբ որ մարդը գալիս է Աստծո առաջ, ընդունում է իր մեղավոր էությունը, ընդունում է, որ Հիսուս Քրիստոսը 2000 տարի առաջ է արել իր համար այն զոհը, որ խաչի վրա խաչվա վերցնելով մեր մեղավորներից մեղքերը, անօրենությունները, հանցանքները եւ մեզ արտարացրեց իր հարությունով, մենք հավատում ենք, որ մինչև այսօր ու էլի մինչև հավիտենականություն Տիրոջ, այրունը Տիրոջ զոհը, կալողը եւ անում է մեզ, մեր կյանքերի մեջ փրկություն, ամեն, սրբում է մեզ, մաքրում է մեզ, ու Հռոմեացիս 10-րդ գլխի մեջ մենք կարող ենք կարդալ այսպիսի մի տողեր, որ Պողոս առաքյալը ասում է, բայց գիրքն ինչ է ասում, մոդիկ է քեզ խոսքը քո բերանումն է, քո սրդումն է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրդումդ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից կապրես, քանզի սրտով հավատում ենք արտարանալու համար եւ բերանով դավանում ենք փրկվելու համար։ Եվ մինչև 12-րդը կարդանք, որովհետև Գիրքն ասում է, ամեն ով որ հավատա նրան չի ամաչի, որովհետև խտրություն չկա հրեայի եւ հույնի մեջ, որովհետև նույն Տերը ամենի Տերն է, առատ ամենի համար, որ կանչում են նրան։ Տեսեք, այստեղ խոսում է ու մենք այս ամեն մեկս այս աղոթքը երել ենք, շուրտերով դավանել ենք Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ եւ նրա կյանքը, նրա գործերը, բայց երկրորդ ֆակտորը, երկրորդ փաստը, որը մենք պետք է հաշվի նստենք ու հասկանանք, որ սրդի հետ է կապված։ Առաջինը շուրտերի, երկրորդը սրդի։ Ու մենք գիտենք, որ սրդեր քննողը միակը Աստվածն է, ու մենք չենք կարող մարդկանց սրդերը քննել ու հասկանալ։ Երբ որ մարդը կանգնած է այստեղ, ու ինքը աղոթք է անում, ընդունում է Հիսուս Քրիստոսին Տեր ու Փրկիչ եւ ընդունում է իր մեղավոր էությունը, արդյոք այդ սրդից էր։ Արդյոք սրդանց էր, թե շուրտերից էր միայն։ Գիտեք, սա մենք չէ որ պետք է դադենք ու մենք չէ որ պետք է հասկանանք ու քննենք ու մենք չենք էլ կարող։ Շատ անգամ մենք մարդուն նայում ենք երեսանց եւ ասում ենք, վայ լաց եղավ այս մարդը, Աստծուն վերաբրեց։ Վայ այս մարդը անտարբեր էր կանգնած, հեչ պետք է չէր։ Լսեք, մենք չպետք է դադենք, սիրելիներս, շատ անգամ մենք կսխալվենք։ Ինչպես անգամ Մարգարեն սխալվեց Դավիթի հարցում։ Իսկ մենք Մարգարել չենք անգամ, որ սկսենք մարդկանց դադել, թե ինչպես կանգնեց, ինչպես սա սրդի վերաբերմունք է, վերաբրում է սիրելիս։ Ու մենք գիտենք, որ միայն Աստվածը սրդեր քննող է, բայց մենք պետք է շատ լավ հասկանանք ու ընդունենք, որ այո, վերստին ծնունդը, երբ որ լինում է, սա պրոցեսի սկզբնարկն է, մեկնարկն է, որ երբ որ մարդը վերստին ծնվում է, դրանից հետո պետք է լինեն պտուղներ։ Պողոս առաքյալն ասում է, ապաշխարությանը վայել արժանի պտուղներ ցույց տվեք։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը եկավ եկեղեցի, կանգնավ աղոթք արեց, այն որ ասում է տեղը տեղին, ամեն ինչ լավ էր մոդը, լացը կար, փշաքաղվելը կար, հա,
Չէր ուզում գնալ այստեղից, ուզում էր երկար մնալ, բայց գիտեք, օրերը անցնում ու այդ մարդուն էլ չես տեսնում։ Օրերը անցնում, նկատում ես միտեղ այդ մարդուն աշխարհիկ լեքսիկոնով խոսալով։ Օրերը անցնում, տեսնում ես այդ մարդուն սխալ բաների մեջ, մեղքի հետ նույն ճանճիգար անելով։ Ու ինչ կարող ես ասել, որ այս մարդը վերստին ծնված ապրում է, հա, ապաշխարության կյանքով։ Շատ կարևոր է, որ մենք մեր սրդի հետ հաշվի նստենք։ Ինչ ենք անում ի սրդե։ Պողոս առաքյալը, երբ որ տեսնում ենք, չենք բացի այդ տեղը, բայց դուք կարող եք ձեր մոտ գրել Գործք առաքելոց 9-րդ գլուխը։ Վերջում, հա։ 9-րդ գլուխ եւ 5-րդ խոսքից կկարտանք, կարող ենք տեսնել, որ Գործք առաքելոց 9-րդ գլուխը այսպես է ասում, որ Պողոս առաքյալը, երբ որ մտածում է, որ ինքը Աստծո համար էր ծառայում, նա Հիսուսին աղանդավոր, Հիսուսի հետևորդներին աղանդավոր էր համարում ու թղթեր էր վերցնում քահանայապետերից, քահանաներից, գնում էր տարբեր տեղեր քրիստոնյաներին ձերբակալելու, անգամ Ստեփանոսի քարկոզման մեջ ինքը ասում է, եսի մասնակցությունս ունեի, Պողոս առաքյալը, ու ինքը մտածում էր Աստծո համար էր մի բան անում ու Աստծուն էր ծառայում։ Բայց երբ մի օր Դամասկոսի ճանապարհին Գործք առաքելոց 9-րդ գլխի մեջ նա հանդիպեց Տիրոջը իրականում, նա հասկացավ, որ մինչև այդ ինքը Աստծո կամքը չի կատարել։ Նա հասկացավ, որ ինքը մինչև այդ շուրթերով էր մոտեցել Աստծուն, բայց իր սիրտը Աստծո կամքը չի կատարել։ Ու երկու բան ասեց, ով ես Տեր եւ ինչ անեմ քեզ համար։ Սա իրական կյանքի այդ փոփոխության սկզբնարկը, որ մենք պետք է պատրաստ լինենք Տիրոջ համար բաներ անելու։ Ու Աստված իրան ասեց. ես քեզ կասեմ, բայց մի քիչ դաժան է լինելու, մի քիչ բարդ է լինելու։ Քեզ կհալածեն, քեզ կնախադեն, քո կյանքի վրա լիքը փորձություններ կգա, պատրաստ ես անցնելու։ Ու Պողոս առաքյալը ասեց, ես պատրաստ եմ ու անցավ այդ ճանապարհը դժվարության մեջ պտուղներ տալով, նեղության մեջ Տիրոջ շնորհքը գործագից լինելով նրա կյանքի մեջ, ու մենք կհասկանանք, որ այո, իրականում պտուղներ կար այս մարդու կյանքի մեջ, ապաշխարության պտուղներ։ Ամեն։ Եվ արեք բացենք Առագած 23-րդ գլուխը եւ 26-րդ համարը։ Առագած 23-26 Գրված է. Սիրտդ ինձ տուր որդյագս եւ թող աչքերիդ հաճելի լինեն իմ ճանապարհները։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ շատ տեղեր չենք տեսնում, որ Աստված մարդուց մի բան ուզում է, բայց մենք այստեղ հստակ տեսնում ենք, որ Աստված ուզում է, որ մարդը մենք ամեն մեկս մեր սիրտը տանք Աստծուն։ Ի սրդե անենք, հա, սրդանց անենք։ Այսինքն չունենանք Աստծո հետ իմ ու քո չանենք, որ այս իմս է, այս քոնն է։ Այլ մենք գիտենանք, որ այո, մեր սիրտը Աստծո մեջ է։ Մենք գիտենանք, որ ինչ որ անում ենք Աստծո համար, Աստծո գործի համար, սրդանց կանենք։ Այս խոսքերից է կախված, որ Աստծո խոսքը ասում է, որ սիրտդ ինձ տաս, իմ ճանապարհներս էլ ուղիղ կլինեն քո առաջիդ։ Էլ դու չես գայթակղվի, էլ դու չես հեռանա, էլ դու չես փոշմանի, էլ դու կյանքումդ չես հիասթափվի շատ բաներից ու չես գայել Աստծո առաջ ու չես ասի թե վերջ, ես հիասթափվա, ես փոշմանեցի, ես չստացա ինչի համար որ եկել էի։ Գիտեք, երբ որ մարդ իր սիրտը Աստծո մեջ է տնում, ի սրդանց է անում, նա այդ ամեն ինչը կհաղթահարի։ Նա այդ ամեն ինչի միջով կանցնի։ Ու մենք մեր սիրտը չպետք է պահենք մեզի, Տեր, կդամ քեզ իմ ժամանակից որոշ մասը, կդամ իմ այսինչը ֆինանսներիցս որոշ մաս, բայց սրտիս հետ գործ չունես։ Սա սխալ վերաբերմունք է։ Այն Աստծո նկատմամբ, ով իր ամենաթանկը տվեց մեզի, ով իր երկնքի գեղեցկությունը տվեց մեզի, ու գրված է մինչև խաչի մահ։
Ու այո, իրականում այն ինչ որ Աստծուն ու Աստծո գործին է վերաբերվում, մենք պետք է իրական ու ի սրդե անենք։ Իրական ու ի սրդե անենք։ Սա էլ Աստված կգնահատի։ Գիտեք, այսօր աշխարհը այսինքն աշխարհը գնում է արհեստական այդ բանականությանը, ու մենք տեսնում ենք այսօր կարող ենք շատ դրվագներ, ինչ որ ռոլիկներ, բաներ տեսնել, երբ որ մարդիկ խոսում են, բայց իրանք չեն այդ մարդիկ, ստեղծված կամ ինչ որ պատկերներ են, մարդիկ են ու դու չես տարբերում, իրական էր այդ մարդը, թե չէ, ենթադրենք երկրի նախագահներ, վարչապետներ, կարևոր դեմքեր, խոսում են մեկը մյուսի հետ, ինչ որ իրավիճակի մեջ ես տեսնում, ցույց են տալիս, ու շատ պետք է շատ ուշադիր նայես, որ հասկանաս, այս կեղծ էր, թե իրական էր։ Ու շատ է տարածվելու այս ամեն ինչը։ Երբ որ գրված է, որ երկնքում նշաններ կանեն, երկրի վրա նշաններ կլինի, ու շատերը կհավատան այդ նշաններին, գիտեք, օրերը մոտենում են, ու մենք պետք է ավելի իմաստուն եղնենք, ավելի զգոն եղնենք, որ իրագործենք, օգտագործենք այս ժամանակները։ Գիտեք, տարերի ընթացքում հավատքն էլ է շատ տեղեր դարձել այդպես ոչ անիրական, թեկուզ է մեր երկրի մեջ։ Երբ որ խոսում ես մարդկանց հետ, ասում են, դու տեսել ես մեր գյուղի մեջ կա 600 տարվա եկեղեցի։ Okay։ Դու տեսել ես, մենք ունենք գեղարդ, որը չգիտեմ ինչքան ժամանակը մեկ դուրս են հանում, հետ են բերում։ Դու տեսել ես 1700 տարվա մենք պատմություն։ Այո, ես ընդունում եմ, դա մեր մշակույթն է։ Այդ ավանդույթ կա, որ շատ լավ է մեր կյանքերի մեջ։ Բայց չպետք է խառնել հավատքի ու քրիստոնեության հետ այդ ամեն ինչը։ Ու երբ որ խորանում ես, հասկանում ես ու հարց ես տալիս, ասում ես, լսե, իսկ դու Աստծո հետ շփում ունես, իսկ դու Աստծո ձայնը լսում ես, տարօրինակ դեմքով, զարմացած դեմքով նայում է քեզ, ոնց թե մարդը կարող է Աստծո ձայնը լսել, ոնց թե մարդը կարող է Աստծո հետ շփվել, ու այն մարդները, ով որ պարզենում էր 1700 տարվանից, մարդը պարզենում էր իր 600 տարվա տաճարից, ու երբ որ հարց ես տալիս քրիստոնեության հետ, հավատքի հետ, երբ որ խոսում ես, ինչ ասում ես դիվահարությունը, դու գիտես ազատագրություն կա գոյ, ոնց ասում ես զարմացած դեմքիդ է նայում։ Մի տեղ էլ կարող է մտածել, որ աղանդավոր ես, բայց սիրես ամբողջ Աստվածաշունչն է դրա մասին խոսում։ Որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, ասում է, գնում էր գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, բժշկում էր մարդկանց, ազատագրում էր դևերից։ Ամեն։ Ու սա քրիստոնեություն է, ոչ թե զարմանալու մի բան կամ աղանդավորություն։ Գիտեք, այս ոչ իրական քրիստոնեությունը կարող է եւ այս կեղծավորությունը ժամանակ առ ժամանակ փոխանցվել մեր մեջ էլ։ Հիսուսը շատ էր հանդիմանում փարիսեցիներին, դպիրներին, օրինականներին, կեղծավորության մեջ։ Ու այսօր մենք մի հատ էսպիսի խոսույթ ունենք, որ կեղծավոր մարդուն կարող ենք ասել, խո դու փարիսեցի չես, չէ՞։ Խո դու այսինքն կեղծավորություն կա իր մեջ, դրա համար մենք համեմատում ենք կարող ենք ասել փարիսեցի։ Բայց փարիսեցին այդ մարդը ի սկզբանե չի եղել։ Եկեք կարդանք Ղուկաս 11-րդ գլուխը բացենք եւ 37-րդ համարից։ Սիրելիներս, մենք տարբեր ասեկոսներ կարող է լսենք մեր մասին, տարբեր տեղերից, տարբեր մարդկանց շուրթերից, բայց գիտեք, մենք վախենալու բան չունենք։ Աստվածաշունչը ասում է, Հիսուս ասում է, այն եկեղեցին, որը կկառուցվի այն վեմի վրա, որը հայտնության եւ խոսքի վրա է, ճշմարտության, դժոխքի դռներ անգամ չեն կարող հաղթել։ Ամեն։ Ու այս եկեղեցին այո, այսօր կարող եմ համարձակ ասել, որ կառուցվել է ու կանգնված է հենց Քրիստոս Հիսուսի խոսքի հիմքի վրա, եւ մենք վախենալու բան չունենք։ Աստված համ օրհն է, համ ողորմ է այդ մարդկանց։ Ղուկաս 11-րդ գլուխ եւ 37-րդ համարից մի լայն հատված կկարտամ մինչև 54-րդ խոսքը, ու այստեղից մենք մի քանի բաներ կառանձնացնենք, կնայենք ուշադիր Ղուկաս 11 եւ 37-ը։
Եվ նա այս խոսելիս, որ փարիսեցին աղաչում էր նրան, որ նրա մոտ հաց ուտե, եւ նա մտավ սեղան նստեց։ Փարիսեցին էլ տեսնելով զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվավ։ Տերն էլ ասեց նրան. հիմա դուք փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում եք, բայց ձեր ներսը լիքն է հափշտակությունով, որ չարությունով, անմիտներ չէ, որ դուրսը անողը ներսն էլ արավ, բայց ձեր ունեցածից է ողորմություն տվեք, եւ ահա ամեն բաներ սուրբ են ձեզ համար։ Բայց վայ ձեզ փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի 10-րդը տալիս եք, եւ Աստծո իրավունքը եւ սերը զանց եք անում, եւ այս պետք էր անել եւ նրանք չթողնալ։ Վայ ձեզ փարիսեցիներիդ, որ սիրում եք ժողովանանների մեջ առաջի ատորները եւ հրապարակներում բարևները, վայ ձեզ դպիրներիդ եւ փարիսեցիներիդ կեղծավորներ, որ դուք այդ գերեզմանների պես եք, որ անհայտ են եւ մարդկանց, որ նրանց վրա գնում են, չգիտեն։ Եվ պատասխանեց օրինականներից մեկը եւ ասեց նրան. Վարդապետ, այդ ասելով մեզ էլ ես նախատինք տալիս։ Նա էլ ասեց. եւ ձեզ օրինականներիդ էլ վայ, որովհետեւ դժվար տանելի բեռներով բեռնում եք մարդկանց, եւ դուք եւ ձեր մատների մեկովը չեք մոտենում այն բեռներին։ Վայ ձեզ, որ մարգարեների գերեզմանները շինում եք, եւ հենց ձեր հայրերը սպանեցին նրանց, ապա ուրեմն վկայում եք եւ հավանում եք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին նրանց, եւ դուք շինում եք նրանց գերեզմանները, սրա համար Աստծո իմաստությունն էլ ասեց. մարգարեներ եւ առաքյալներ կուղարկեմ նրանց մոտ, եւ նրանցից կսպանեն եւ կհալածեն, որ բոլոր մարգարեների արյունը, որ աշխարհի սկզբից է թափված է, այս ազգից է կպահանջվի։ Աբելի արյունից է մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանի եւ տաճարի մեջ կորավ։ Այո, ասում եմ ձեզ, այս ազգից է կպահանջվի։ Վայ ձեզ, օրինականներիդ, որ գիտության բանալին վեր եք առել, դուք չեք մտել եւ մտնողներին էլ արգելել եք։ Եվ երբ որ այս բաները ասում էր նրանց, դպիրներն ու փարիսեցիները սկսեցին սաստիկ ստիպել եւ շատ բաների համար նրա հետ հագարակել, եւ նրան աչքի տակ առած ուզում էին նրա բերանից մի բան որսալ, որ ամբաստանեն նրան։ Գիտեք, այս վերջի մասը մի քիչ տարօրինակ էր, ասում է փարիսեցիները, դպիրները, օրինականները ուզում էին Հիսուսի բերանից մի բան որսալ, որ նրան ամբաստանեն։ Հիսուսն էր խոսքը, սա անմտություն էր խոսքից մի սխալ խոսք վերցնել, որ նրան ամբաստանել։ Հիսուսն է ճշմարտությունը, նա է խոսքը եւ նրա մեջ չկար ոչ մի ծուռ խոսք, ոչ մի սխալ խոսք, որ ման էին գալիս նրա մեջ։ Բայց գիտեք, այս պատմության մեջ, այս ինչ նոր Հիսուսը ասեց փարիսեցիներին վայերի մասին, որ շատ կար վայեր, ես առանձնացրել եմ այստեղից 7 վայերը, որ ասում է վայ ձեզ, հա 7 եւ մենք այս 7 կետերին 7 վայրին կնայենք կեղծավորության ու ամեն մեկս այն որ ասում եմ մենք մեր հետ մեր մեջ կքննենք ու մենք պարիսպներ կտնենք որ մեզ չմոտենա մեր կյանքի մեջ հանգարց տեղ չունենա հանգարց մեզ այս ամեն ինչը չհասնի գիտեք առաջի կեղծավորությունը ով ներսի մաքրության մասին էր մտածում ասում են Հիսուսին դու չլվացվար չէ չլվացվար ու նույն այդ փարիսեցին ով որ հրավիրել էր Հիսուսին ասում է դու չլվացվար այսինքն մաքրության մասին էր խոսում հենց այդ մարդը ով որ սրբության մասին էր խոսում սա խոսում էր որ մարդը կարող է երկու կյանք ունենալ դրսի ու ներսի կարող էր դրսից ինքը երևալ մաքուր ցույց տալ սաղին մաքուր Հիսուս ասաց դու կեղծավորներ եք դուք մտածում եք մենակ դրսից լավ երևաք բայց ձեր ներսը ով է մաքրելու Իսկ եթե ներսդ մաքուր եղավ դրսից կարդացոլվի այդ ամեն ինչը։ Ասում է այդ ձեր կյանքը երկու կողմանի կյանք է։ Դուք այստեղ ուրիշ կյանք եք ապրում, հելնում եք դուրս ուրիշ կյանք եք ապրում։ Եկեղեցու մեջ հալելույա, ամեն, այո Տեր, փառք քեզի, այդ հրաշալի բառերով ենք մենք խոսում մեկս մյուսից հետ, բայց հելնում ենք դուրս շատ վատ լեքսիկոն ու շատ վատ բառամթերք ենք մենք օգտագործում սերներս։ Սա ճիշտ չէ։ Մենք քրիստոնյաներս պետք է մեր շուրթերի վրա կարողանանք, ասում եմ, սանձենք, կարողանանք տիրապետենք, որ
Որտեղ որ մենք ինչ միջավայրի մեջ լինենք, մենք մեր շուրթերով, մենք մեր կյանքով ու վարքով կարողանանք ցույց տալ, որ այո, իրականում մենք ունենք մեկ կյանք, եւ այդ կյանքը սկսում է այստեղից եւ տարածվում է դրսում։ Այդ կյանքը սկսում է Աստծո տնից, Աստծո միջից եւ տարածվում է դրսում։ Ոչ թե մեկ կյանքը մեզ տեղ ունենք, ելանք դուրս այնտեղ ուրիշ կյանքով ենք ապրում։ Սա կեղծավորություն է։ Այստեղ չեմ խապի ոչ մեկին, բայց դրսում կարելի է խապել։ Այստեղ չեմ ինչ որ մեկին վիրավորում, որովհետև կարող է տարածվի, որ ես մարդկանց նեղեցնում եմ, ինձ ուրիշ աշկովն է, բայց դրսում կարելի է նեղեցնել մարդկանց։ Չի կարելի, սիրելիս։ Մենք պետք է մարդկանց հարգենք, պատվենք, սիրենք, ամեն, օգնենք։ Եվ երկրորդ ինչի մասին էր խոսում, ասում է, ով Աստծո խոսքը մասնագի է ընդունում, ասում է դուք տասանորդը, այս ինչի տասանորդը տալիս եք, այն ինչի տասանորդը տալիս եք, բայց Տիրոջ արդարության մասին չեք խոսում, Տիրոջ սիրո մասին չեք խոսում մարդկանց հետ, Տիրոջ ճանապարհների մասին չեք խոսում, ու Միքիա 6-րդ գլխի 8-րդ խոսքի մեջ գրված է Տիրոջ կամքը որն է, մարդը ինչպես պետք է ապրի, ինչ պետք է անի, ինչպես պետք է վարվի, ու ասում է, ու հետևեք Տիրոջ խոսքին, հետևեք Տիրոջ օրենքներին, որն որ հեշտ է, մի սահմանափակ մոտեցեք Աստծո խոսքին, այս հեշտ է կանեմ, այն հեշտ չէ, չեմ անի, ասում է, բայց երկուսն է պետք է պահեք, թե տասանորդ տալը պետք է պահեք, թե Աստծո սերն ու օրենքներն ու իրավունքը պետք է պահեք, Միքիա 6:8 գրված է, քեզ հայտնել է, որ մարդ, թե ինչ է բարին, եւ Տերը ինչ է ուզում քեզանից, այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել եւ խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ։ Աստված մեզ հայտնել է ինչ է ուզում։ Սեր, խոնարհություն, երկյուղածություն, իմաստություն, ամեն։ Ու մենք չպետք է խոսքին մոտենանք, մեկը կարող են կամ մեկը մի անգամ մի մարդու հարցրեցին, թե ես 10 պատվիրանները չեմ կարող պահել հոգևոր, հա, այսպես ասեմ, ճագերտավոր հոգևոր մարդու հարցրին, թե ես 10 պատվիրանը չեմ կարող պահել։ Ինչ անեմ, դա ասեց, որը կարող ես պահել։ Դա ասեց, այն երկուհատը կարող եմ։ Դու մեն այդ երկուհատը հերիք է, դու այդ երկուհատը պահիր։ Այն ուտած էլ քեզի պետք չէ։ Գիտեք, այդ սխալ մոտեցում է Աստծո խոսքին։ Այո, մենք պատվիրանի օրենքի տակ չենք ապրում, բայց մենք Տիրոջ կամքի մեջ Տիրոջ խոսքը պահում ենք։ Ամեն, հնազանդվելով ու արտարության ճանապարհով գնալով։ Երրորդը, ինչի մասին որ խոսում է, ասում է, ով սերում է հետևել ու իր արկայությունը կառուցել։ Այստեղ մենք տեսնում ենք, որ ասում է, վայ ձեզ փարիսեցիներ, որ սիրում եք ժողովարանների մեջ առաջի ատորները նստել։ Ինչ են անում։ Սիրում են երևալ մարդիկ։ Սիրում են ազդեցիկ լինել, սիրում են իրենց արկայությունը կառուցել, որ իրանք երևան։ Բայց այստեղ ասում է, վայ այդ մարդկանց, ովքեր որ առաջինն են ցկտում անել։ Առաջինը Երևան, առաջինը իրանց ատորը տնեն, առաջինը իրանք այդ փառքը ընդունեն, այդ պատիվը ընդունեն։ Գիտեք, այս ամեն ինչը Հիսուսը կեղծավորության է վերագրում։ Եթե ուղիղ ես սրտով, ներսով ամեն, դու պատրաստ ես կողքինը դերևա, դու պատրաստ ես կողքինիդ բարձրացնելու, դու պատրաստ ես դու մեկ քայլ հետ գնաս, իրան բերես առաջ։ Չորրորդը, ով օգնելու համար է, բայց վնաս կա իրանից։ Գիտեք, այս ինչի մասին է, երբ որ ասում է դուք փարիսեցիներ, կեղծավորներ, դուք այն գերեզմանների պես եք, որ անհայտ են մարդիկ, որ նրանց վրա գնում են եւ չգիտեն։ Գիտեք, ինչի համար է համեմատում գերեզմանների հետ, որովհետեւ այդ ժամանակ հрьяաների մոտ մի այսպիսի սովորույթ կար, մի այսպիսի օրենք կար, երբ որ տոն օրեր էր հիմնականում լինում, փարիսեցիները, դպիրները գնում էին տեղին գույնի, թուն տեղին գույնի ներգ են վերցնում, գերեզմանները, թե գերեզմանները այն ժամանակ հիմիկվա նման չէին, կարող են ժայռափորեր լինել, կարող են աննշան տեղեր լինել, պետք է այդ գերեզմանները ներգեին այդ գույնով, ներգով, որ մարդիկ հանգարց այդ գերեզմանները չտրորեին, այլ պետք է հաշվի առնեն, պատվեն ու անցնեն առաջ, որովհետև մենք գիտենք հին ուխտի մեջ գրված է, երբ որ գերեզմանը կամ մեռելին կպնում էին, պիղծ էին համարվում,
Դրա համար պետք է ներգեին, որ մարդիկ ուշադրություն գրավեն ու չկանգնեն այդ գերեզմանների վրա, ու ասում են դուք գերեզմանների նման եք։ Դուք պետք է մարդկանց համար օգուտ տալու համար եք, բայց մարդկանց տանում եք ու մարդիկ մեղքի մեջ են ընկնում։ Մարդիկ ձեզ հետևում են, ձեր խորհուրդներին, ձեր խոսքերին հետևում են, բայց դուք նրանց սխալ ճանապարհով եք տալում։ Դուք չունեք ձեր սրտի մեջ այդ անկեղծությունը, որ հոգ տանեք ձեր հետևողների համար էլ։ Դուք չունեք այդ սրտի ուղղությունը, որ գիտեք, որ մարդիկ ձեզ լսում են, դուք այդ մարդկանց մաքուրը, անխարդախը տաք, ոչ թե ձեր շահը հետապնդեք, բայց ասում եմ մարդիկ ձեզ հետևում են ու ձեր խորհուրդներից ու ձեր քայլերից սխալ օրինակներ են սովորում։ Սխալ բաների մեջ են ընկնում։ Վայ ձեզ փարիսեցիներ ու կեղծավորներ։ Գիտեք, ես ամեն ինչ երբ որ թերթեմ, մենք նայենք, ես կուզենամ, որ ամեն մեկս մենք մեզի քննենք։ Իրականում կարող է մեր կյանքի մեջ մարդիկ կան, մեզ հետևում են, մեզ նայում են, բայց մենք նրանց համար վատ օրինակներ ենք, սխալ օրինակներ ենք։ Պետք է լինենք նրանց համար լավ օրինակներ, բայց ինչ-ինչ բաներից ելնելով սխալվել ենք, թերացել ենք։ Եվ շարունակությունը 5-րդ վայը։ Վայ ու այստեղ ասում է օրինականներ ասեցին Հիսուս այդ ամեն ինչ ասելով դու մեզ էլ ես վիրավորում, որովհետև այդ օրենքները մենք ենք փարիսեցիներին ու տպիրներին նաև սովորեցրել։ Ու ասում է վայ օրինականների դել վայ, որովհետև դժվար տանելի բեռներով բեռնում եք մարդկանց եւ դուք եւ ձեր մատների մեկովը չեք մոտենում այդ բեռներին։ Սա այն մարդկանց մասին, ովքեր անում են լավ բաներ։ Չէ, 5-րդը, ում խոսքը կա, բայց կյանքը չկա։ Օգնությունը չկա։ Խոսում են, օրինակներ չկա։ Կյանքը իրանց օրինակ չի եղնում մարդկանց համար։ Հիմա ում է պետք, երբ որ ես կանգնեմ այստեղ բեմից ժամերով խոսամ, բայց եկուս դուրս ելնիք ու դուք ինձ տեսնեք մի իմ աշխատանքից վայրում, փողոցում, մարդկանց հետ շփվելում սխալ կյանք։ Ում է պետք ես իմ խոսածածս, ում է պետք ես իմ լավ, այն որ ասում է երկար ճառերս, բայց եթե ես իմ կյանքովս օրինակ չեղնեմ, որ դու գիտեք, այսպես է ասում է մարդը լսելուց հնարավոր է 5-ից 10% վերցնի, բայց օրինագից տեսնելուց մինչև կարող է 90% օրինակ վերցնի ու ապրի այդպես։ Դրա համար մենք պետք է շատ ավելի շատ մեր գործով, մեր կյանքով օրինակ ծառայենք մարդկանց դեպի փրկությունը բերելու, դեպի ճշմարտությունը տանելու, քան մեր խոսքերով միայն։ Ամեն։ Դրա համար մենք պետք է ոչ մենակ խոսանք, այլ նաև ապրենք։ Ու ասում է դուք մենակ խոսում եք, խոսքերով ամեն բան ներկայացնում եք, մի քիչ էլ բարդացնում եք, բայց մարդկանց դեպի փրկությունը չեք տանում, այլ հակառակը խանգարում եք։ Այլ հակառակը գայթակղություն եք լինում մարդկանց համար։ Եվ 6-րդը ասում է. Վայ ձեզ, որ մարգարեների գերեզմանները շինում եք եւ հենց ձեր հայրերը սպանեցին նրանց, ապա ուրեմն վկայում եք եւ հանվանում եք ձեր հայրերի գործերին։ Սրանք են մարդկանց մասին է խոսում, ով անում են լավ բան, բայց հետին միտք է։ Իրանց արձաններն են կանգնեցնում։ Գիտեք ինչի համար է Հիսուսը ասում է, թե դուք մտածում եք, որ լավ բան եք իպրանում, գերեզման եք կառուցում, այսինքն հուշարձան եք կառուցում, գերեզման եք, բայց միշտ հուշարձանն ու գերեզմանը հիշեցնում են այդ մարդկանց ու այդ մարդկանց կյանքի մասին, գործունեության մասին։ Ու ասում են դուք կառուցում եք ոչ թե նրա համար, որ դուք զղջում եք, այլ դուք կառուցում եք հաստատելով, որ այո, մեր հայրերը այս մարդկանց սպանեցին։ Այսինքն մարդը կարող է մի բան անել, բայց հետին մտքով, որ իր անունը բարձրանա։ Միտեղ մի բանի մեջ լավություն ես անում, մարդկանց օգնություն ես անում, բայց մեր մտքի ու սրտի մեջ այդ լավությունը, այդ օգնությունը նրա համար չէ, որ այդ մարդը իրան լավ զգա, այլ մենք մեզի լավ զգանք։ Սա կեղծավորություն է, սիրելիս։ Մենք պետք է ուղիղ սրտով անենք ինչ որ կանենք, անկեղծ սրտով անենք, ամեն։ Եվ 7-րդը գրված է վայ ձեզ օրինականներին, որ գիտության բանալիքը վեր եք առել, դուք չեք մտել եւ մտնողներին արկելել եք։ Գիտեք, այս 7-րդը նրանց համար է, ով ունի փրկելու, փրկվելու հնարավորություն, հեղինակություն, բայց մոլորեցնում է։
ովքեր որ ազդեցիկ են, ազդեցություն ունեն, ու այստեղ ասում էր, որ դուք ունեք այդ հնարավորություն, մարդիկ ձեզ նայում են, մարդիկ ձեզ տեսնում են որպես հոգևոր մարդիկ ձեզ տեսնում են որպես ազդեցիկ մարդիկ, Աստծոց ներշնչված, բայց ասում է դուք ոչ միայն դուք չեք մտնում, այլ մարդկանց է խանգարում եք։ Մոլորեցնում եք։ Գիտեք, մենք պետք է այն աստվածաշունչը, այն խոսքը, որը քարոզում ենք, շատ ուղիղ ու մատչելի տանք։ Մենք չպետք է բարդացնենք ու ասենք, գիտես, փրկությունը կախված է, երբ որ դու գնաս 20 հատ, չգիտեմ, ինչ վանք մտնես, 30 քաղաք պտտվես, գնաս Երուսաղեմ, մտնես Հորդանանը, հետո գաս հելնես ծնգաչոք էս ինչ տեղ է, հետո 84 հատ անպայման զույգ մոմ պետք է վառես, գնաս, հետո չգիտեմ ինչ անես, հետո կգաս այստեղ, հետո կգնաս այնտեղ, հետո կնային կփրկվես թե չէ։ Հետո կգնաս մի տեղը մի հատ բալնիկ կմցնես, կպտտես ու փրկությունը բացվավ։ Սիրելիս, փրկությունը շատ պարզ է, հավատքիցն է, ամեն, ու մեր սրտիցն է։ Ու շատ պարզ է ինքը։ Մենք պետք է հավատանք, այո, որ Հիսուս Քրիստոսը մեր համար խաչվեց, մահացավ ու հարություն առավ, եւ նա մեր համար ամեն գինը վճարել է։ Մնում է մեզ հավատալ ու ընդունել ու ապրել Տիրոջ կամքի համաձայն։ Սիրելիս, շատ պարզ է փրկությունը, չպետք է բարդացնենք։ Եվ արեք գնանք առաջ եւ բացենք Մատթեոս Ավետարան 15-րդ գլուխը։ Մատթեոս 15 եւ 7-րդ համարից կկարդանք։ Սիրելի, շատ կարևոր է մենք մեզի հարց տանք, մենք ինչքանով ենք ուղիղ Աստծու հետ ու մենք մեզ հետ։ 15-7-րդ համարից եւ Կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեզ մասին Եսայան ասելով. Այս ժողովուրդը իրա բերանովն է մոտենում ինձ եւ շրթունքներովն է ինձ պատվում, բայց իրանց սիրտը ինձանից հեռացած ու ջոգված է։ Զուր տեղն են պաշտում ինձ վարտապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են։ Ասում է զուր է այդ ամեն ինչ որ սովորեցնում եք, զուր է մարդկանց պատվերներով շարժվել է, կմտածենք թե Աստծո խոսքն է, բայց մարդկանց պատվերներ կկատարենք։ Շատ կան այսօր այսպիսի մտքեր, բաներ, որ մարդը ասում է, գիտեք, Աստված այսպիսի բաներ է ուզում, բայց ընդհանրապես Աստված այդպիսի բան չի ասել, չի խոսացել ու չի ուզել։ Շատ կան, որ Աստծո անունի տակ մարդիկ մեծ ծրագրեր կամ մեծ խոսքեր են իրագործում, բայց Աստված այդտեղ չկա, սիրելիս։ Ասում է կեղծավորներ, դուք շուրթերով եք մոտենում, շուրթերով, բայց ձեր սիրտը հեռացված է ինձանից։ Գիտեք, շատ կարևոր է, որ մեր սիրտը Աստծո մեջ լինի ու հեռու չլինի Աստծուց։ Անկամ ես տեսել եմ ծառայողներ, ովքեր որ շատ տեղեր են գնացել, շատ դաշտերի մեջ են աշխատել։ Այս գյուղից գնացել են մյուս գյուղը, այս մարդկանց տնից գնացել են մյուս մարդկանց տուն, Աստծուն ծառայելու համար, Աստծո դաշտերը լայնացնելու համար, ցանկ անելու համար։ Բայց գիտեք, ու հասկացել եմ ու տեսել եմ մի բան, որ ասել եմ, այս մարդը Աստծո կամքը չի կատարում։ Գիտեք, տեսել եմ իր ընտանիքը, տեսել եմ իր երեխեքին, ովքեր որ անմշակ են մնացել, ովքեր որ ճիշտ դաստիարակություն, ճիշտ կրթություն, ճիշտ հոգևոր սնուցում չեն ստացել, ու այս մարդը մտածել է, թե ինքը գնում է Աստծո գործը անելու։ Գիտեք, ամենաառաջի դաշտը, այգին, որը պետք է մենք մշակենք, դա մեր ընտանիքն է։ Ամենաառաջինը ու կարևորը, որ նոր Աստված մեզ վստահել է, դա մեր ընտանիքներն է։ Ու մենք պետք է մեր ընտանիքների համար խնամք տանենք։ Մենք մեր այգին պետք է ճիշտ մշակենք, հետո նոր գնանք առաջ մյուս դաշտերն ու մյուս այգիները մտնելու համար։ Աստծո խոսքը ասում է, որ իր տան համար հոգ չանողը անիրավից վատն է։ Ամեն։ Մենք պետք է մեր տան համար հոգ անենք։ Եվ Աստված մեզի հնարավորություն կտա, որ մենք նոր դաշտեր էլ մտնենք, նոր հնարավորություններից էլ օգտվենք։ Եվ այո, սա Աստծո կամքը կլինի։ Դանիելի գիրք առաջի գլուխ եւ 5-րդ համարը։
Մենք կամացին մոտենում ենք ավարտին։ Դանիել առաջի գլուխ եւ 5-ից 9 կկարտանք։ Եվ թագավորը նրանց համար օրական ռոճիկ որոշեց թագավորի կերակուրից եւ իր խմած գինից եւ նրան սնուցանե 3 տարի։ Հետո կանգնեն թագավորի առաջ եւ նրանցում կային Հուդայի որդիների Դանիելը, Անանյան, Միսաելը եւ Ազարյան եւ ներքնապետը նրանց անունները տրավ Դանիելինը Բաղդասասար, Անանյայինը Սետրակ, Միսաելինը Միսակ եւ Ազարյայինը Աբեդնակով։ Եվ Դանիելը որոշեց իր սրդումը, որ իրան չպղծե թագավորի կերակուրովը եւ նրա խմած գինիովը եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծե եւ Աստված Դանիելին շնորհք եւ ողորմություն տվավ ներքնապետի առաջին։ Գիտեք, շատ հետաքրքիր է, Դանիելի կյանքի մեջ կարելի ասել հնարավորություն էր ստեղծվել թագավորի կերակուրներից խմել ու ուտել։ Դանիելը կարող էր, եթե աստվածավախ ու աստվածապաշտ կյանք չունենար, կասեր Աստված իմ, ես ինչ հնարավորություն ես տվել, փառք քեզի, սկսեմ ուտել, խմել, թագավորական կերակուրից եկուցե պարզենալու տեղ կունենամ հենց այդ գնացի տղերքի մոտ։ Գիտեք, Դանիելը իր սրտի մեջ ուներ Աստծուն։ Դրա համար ինքը չէր ուզում իր սիրտը պղծել ու ասեց, ես իմ սրտիս մեջ չեմ թողա պղծություն մտնի, որտեղ այնտեղ բնակվում է Աստված։ Սիրելիս, որ սրտի մասին էր խոսքը Դանիելի ու քայլերը Դանիելի, այն սրտի մասին, որտեղ որ ինքը ժամանակին Տիրոջն էր ընդունել ու Տիրոջ հետ էր ապրում։ Ու ինքը ավելի էր գնահատում հրաժարվել ամեն ինչից, բայց Տիրոջը թողնալ, Տիրոջ հետ մնալ առանձին սրբության մեջ, քանց պղծել, քանց շեղվել, քանց օգտվել որոշ բարիքներից կամ որոշ ինչ-որ բաներից, բայց Աստծո ներկայությունը կորցնել։ Ու ասում է Դանիելը շնորհք կդավ, թե ներքնապետի առաջին, թե մյուսների առաջին։ Ու մենք գիտենք Դանիելի կյանքը, որ Դանիելը շատ մեծացավ, շատ զորավոր մարդ դառավ Բաբելոնի մեջ։ Ամեն։ Սա շատ կարևոր է, երբ որ մենք ճիշտ դրդապատճառով կսկսենք մեր սիրտը մաքուր պահել, մեր սիրտը ուղիղ պահել Աստծո առաջ, որովհետև այդ սիրտը մենք պատրաստ ենք ու ուզում ենք Աստծուն տալ։ Ու գիտեք, Դանիելի այս քայլը ես նայում եմ ու ասում եմ, Դանիելը որոշեց ու արեց։ Դանիելը չմտածեց ու ասեց, լավ, այս անգամ չեմ ասի, բայց մյուս անգամ, այս անգամ օգտվեմ, հետո կասեմ։ Լավ, ես մի քանի օր էլ ուտեմ այս կերակուրից, հետո նոր կաց։ Դանիելը միանգամից որոշեց ու արեց այդպես։ Գիտեք, Դանիելը երբ որ որոշում էր պետք է աղոթքի մտներ, նա աղոթքա ժամեր միանգամից գնում էր ու ասում էր Պադուանը բացում էր, սում էր աղոթներ անել։ Բայց մենք գիտեք շատ դեպքեր է լինում, որ ասում ենք պետք է մենք ունենանք Աստվածաշունչ կարդալու ժամանակ ու գնաց, մոռանում ենք։ Մենք պետք է ունենանք աղոթքի ժամանակ, թողնում ենք վաղվան։ Մենք պետք է եկեղեցի գնանք, երբ շաբաթ օր աղոթքին կամ այսին խմբագին ու չենք գնում, ասում ենք լավ դե մնա մյուսին, լավ դե մնա մյուսին։ Գիտեք, ես դոր անունը դրել եմ գողացված այսօրը։ Գիտեք, Սատանան գողանում է մեր այսօրը։ Ամեն անգամ, երբ որ դու որոշում ես ինչ-որ բան անես, այդ միտքը գալիս է, այսօր չէ, վաղը արա։ Ու մենք ասում ենք, հա դե լավ է, դե վաղը կանեմ, ու վաղը կգա, վաղը նույն միտքը, այսօր մի արա, վաղը կանես։ Գիտեք, այսօր շատ մարդիկ հնարավոր է եկեղեցի չգան, հենց այդ մտքով շարժվելով, որ լավ, այս անգամ չգնամ, մյուս անգամ կգնամ։ Մյուս անգամ ավելի բարդ կլինի գալդ, սիրելիս։ Մի թույլ տուր, որ Սատանան գողանա քո այսօրը։ Հենց որոշի, հենց այսօր է մտի ծոմապահության մեջ։ Հենց որոշի, հենց այսօր է մտի քո աղոթքա ժամերի մեջ։ Հենց որոշի, այսօր է սկսե կարդալ Աստվածաշունչը իրականում։ Ղուկաս 14-րդ գլուխ արեք բացենք եւ 33-րդ համարից։ Ղուկաս 14 եւ 33։
Արդ այսպես էլ ձեզանից ամեն մեկը, ով իր բոլոր ինչքիցը չհրաժարվի, չի կարող ինձ աշակերտ լինել։ Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեղանա։ Ոչ հողի համար է պիտանի եւ ոչ է աղբի համար։ Այլ դուրս կգցեն նրան, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Սիրներս, տեսեք, Հիսուսը այստեղ խոսում է, ասում է, որ եթե մարդը ուզում է ինձ հետևել, աշակերտ լինել, ընդունել իմ խոսքը, պետք է ամեն ինչքից հրաժարվի։ Հիմա կասես, Տերը այդպիսի բան է ասում, որ պետք է հրաժարվիմ։ Այո, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե ուզում ես ինձ աշակերտ լինել, պետք է հրաժարվես ամեն ինչից։ Հիմա կմտածես, թե դաժան է, չէ՞։ Թեկուզ դաժան եղնի։ Եթե մենք մտածում ենք, որ ավելի թանկ բան է առաջարկում Աստված, ավելի կարևոր բան է առաջարկում Աստված դրա դիմաց, ինչից որ ասում է հրաժարվի, մենք անգամ չենք էլ վարանի, չենք էլ ինչ որ միտեղ տադանվի, ասենք թե կա թե չկա, տանք թե չտանք։ Լսեք, Հիսուսը իր աշակերտ լինելու, իրան հետևելու նժարի վրա այդ կողմն է տնում։ Մյուս կողմը տնում է ամեն ինչը, ինչ որ դու ունես, կամ ես ունեմ։ Ու ասում է, եթե չհրաժարվես, չես կարող հետևել ինձ, աշակերտ լինել։ Ու ինչ մենք ունենք մտածելու կամ վարանելու կամ ինչ որ միտեղ ասենք, թե որն է ավելի կարևոր կամ որն է ավելի թանկ, չկա այդպիսի բան, սիրելիս։ Բայց մի փոքր գաղտնիք էլ բացեմ, երբ որ մենք պատրաստ լինենք ի սրդե, հա, այսօր խոսքս ուղղում եմ, որ մենք ի սրդե անենք ինչ որ կանենք։ Եթե մենք ի սրդե, մեր սրդի մեջ որոշումը այո ու ամենն է Տիրոջը, որ այո Տեր, ես ամեն բան կթողամ, ամեն բան պատրաստ եմ հրաժարվել քեզ չկորցնելու համար, դու սիրելիս լավագույն բաները չես կորցնի։ Ամեն։ Դու լավագույն բաները կշահես ավելի լավ ձևով։ Ես երեք մեր երդասարտների ծառայության ժամանակ երդասարտականի ասում, գիտեք, տեսնում եք դուրսը լիքը ծաղիկներ, շատ գեղեցիկ, տեսնում եք հոդեր ծաղիկների կամ շատ գեղեցիկ են, շատ լավն են, տեսնում եք սարեր, տեսնում եք անդառներ, շատ գեղեցիկ ու հիասքանչ են, մեր բնությունը, ամբողջ աշխարհը, չէ՞, բայց գիտեք, այդ ամեն ինչը կարճ ասած չինական տարբերակն է։ Ամեն։ Չինական տարբեր, այսինքն մենք ասում ենք չինական ինչի համար ենք ասում, ոչ թե ինչ որ վիրավորելու կամ ինչ որ բանի համար, այլ պատենդի, հա, կամ կրկնօրինակի, ոչ օրիգինալի նման կրկնօրինակի մասին է խոսքը։ Այո, իսկ օրիգինալը այդ ամեն գեղեցկությունների երկնքում է։ Դրա համար Հիսուսը Աստված այս ամեն ինչը մեզ ցույց է տալիս, ասում է, «Էս տեսնում եք, հիանում եք, չէ, երկնքում Այն ուշակնած կարող է լինեք այդ գեղեցկությունից, այդ ամեն ինչից, որ այնտեղ կա, դու ես պատենդի վրա ես ուրախանում, այսպես զարմանում, ուզում ես ամուր բռնել, կարճել, չգնա ես ինձանից, ասում է, այնտեղ այդ ամեն ինչի լավագույնն է, սիրելիս։ Էլ ինչ ունենք մենք այսպես, այն որ ասում է, տադանվելու կամ մտածելու, մենք պետք է ամուր եւ հստակ ասենք, այո Տեր, ես պատրաստ եմ ամբողջապես, ամբողջովին հրաժարվել այն ինչ որ պահում է ինձ, այն ինչ որ իմ կյանքից մեջ խանգարում է քեզ ունենալու, քեզ ավելի մոտենալու, ի սրդե նվիրվելու համար։ Սիրելի, սա քրիստոնեություն է։ Ու մենք պետք է համաձայնվենք։ Այո, այստեղ Հիսուսը համեմատում է աղի հետ։ Ասում է, եթե աղը անհամանա, ում է պետք։ Մենք անհամանանք այն ժամանակ, երբ որ մենք կարճենք ուրիշ բաներից թողնալով Հիսուս Քրիստոսին։ Իսկ երբեք նկատել եք, երբ է աղը անհամանում։ Աղը թեկուզ թրջվի, թեկուզ արևի տակ մնա, թեկուզ ինչ բաների մեջ էլ մնա, երբեք չես տեսնի, որ աղը անհամանա։ Մի դեպքում աղը կանհամանա։ Երբ որ աղը մտնում է ուրիշ քիմիական նյութի այդ ռեակցիայի մեջ, ինք իր համը կորցնում է։ Երբ որ մենք որպես աղ մտնենք աշխարհի հետ քիմիական ռեակցիայի մեջ ու սկսենք ընդեղից սնվել, նույն ռեակցիան մեր մեջը տեղի ունենա, մենք կանհամանանք ու պիտանի չենք եղնի։
ու մի բան է պատմեմ, ինչ վերջաբանին գալ է, մենք երդասարտական ծառայությունով ժամանակ առ ժամանակ շատ լավ մոդել ենք մենք վերցրել, ժամանակ առ ժամանակ նստում ենք ու սկսում ենք վկայության օր անել։ Ամեն մեկը դե սկզբնականում հենց սկզբից բոլորը չէ որ սկսում են վկայել, բայց հենց սկսում է ամեն մեկ իր կյանքի միջից վկայել, մի հատ բան ինչ Աստված արել է այդ ընթացքում իր հետ, մյուսները սկսում են մեկը մեկին հերթ չտալով պատմել թե Աստված իրանց կյանքի մեջ բան ինչ է արել։ Ու վերջում տեսնում ես Աստված ինչ զորավոր ծեվի ամեն օր գործում է մեր կյանքերի մեջ։ Մենակ դե մեզ պետք է հիշել ինչ է արել Աստված։ Եթե սկսենք հիշելը, մենք այնքան բան կհիշենք, մենք այնքան սատանայի սուտը կխայդարագենք, մենք այնքան անհավատության վրա քարեր կշարենք, մենք այնքան իրավիճակների մեջ հաղթանակներ կտանենք, որ երբ որ հիշենք թե Աստված ինչեր է անում մեր մեջ, մեր կյանքերի մեջ, ամեն օր, սիրելիս, սա պետք է գնահատել։ Ամեն։ Եվ մենք պետք է, ես գրել եմ, որ մենք ուշադիր լինենք, հիշեք, որ երբ մենք ապրում ենք Աստծուց կախվածության մեջ, նա ինքը մեզ համար բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Ու մի ռոլիկ ունենք, մենք հիմա ուզում եմ այդ կարճ մի ռոլիկ ունենք ցույց տալու ու կավարտենք։ Գիտեք, իրականում մենք պետք է կախված լինենք Աստծուց։ Աստված էլ մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծի, որ մենք իրականում ապրենք մեր կյանքը առողջ, օրհնված, զորավոր, Տիրոջ փառքը բերելով, Տիրոջ փառքի մեջ ապրելով, հաջողության, զորության մեջ, որովհետև այդ ամենը Տիրոջ կամքն է, սիրելիս։ Ոչ թե մեր, ինչպես այնտեղ էր կարդացի, որ ոչ թե մենք մեր հորինվածքով ենք ապրում կամ մենք մեզ համար ենք ինչ-որ բան որոշել, այլ սա Աստծո կամքն է, սիրելիս։ Ամեն, պատրաստ եմ մեր ռոլիկը։ Կարող ենք ցույց տալ։ Գիտեք, այս կանն էր, ինքը շատ կարճ էր, բայց շատ խորիմաստ էր։ Այս մարդը, երբ որ քաղաքով գնում է, պատահական իր մեքենան չգիտես ինչից սկսում է այրվել, որտեղ որ կան նաև վտանգավոր նյութեր, ու ինքը չի որոշում իր մեքենան միտեղ թողա ու փախնի։ Նա որոշում է կայացնում տանեմ իմ մեքենան թեկուզ այրված, հասցնեմ միտեղ, որտեղ որ հրշեջների կայանն է։ Տանեմ միտեղ, որտեղ որ ես հաստատ գիտեմ, որ իրանք այնտեղ օգնություն են ինձ ցույց տալու։ Ու ամբողջ ճանապարհը վարում է այդպես այրվող մեքենան, հասցնում է տեղ ու այնտեղ ինքը ստանում է իր օգնությունը։ Գիտեք, սա մի խորհուրդ է մեզ համար, սա մի ուղերձ է մեզ համար, որ իրականում մեր կյանքի մեջ լիք էսպիսի իրավիճակներ կան, որ մենք այրվում ենք, որ մեր կյանքը իրականում լավ չի դասավորվել, ինչ խնդիրներ կարող են լինել, բայց գիտեք, մենք պետք է չկանգնենք ճանապարհի կեսին ու փախնենք այդ իրավիճակից։ Մենք չպետք է կանգնենք ճանապարհի կեսից ու թողնալ այդ ամեն ինչը, ինչ որ մենք ունեցել ենք կամ ունենք այսօր։ Մենք պետք է մեր կյանքը տանենք այնտեղ, որտեղ որ Տիրոջ փրկությունը կա, Տիրոջ ջուրը կա, Տիրոջ օգնությունը կա։ Ու ինքը գիտեր այդ տեղը որտեղ է, գնաց հասավ մինչև այդ տեղ ու հանգիստ էր արդեն։ Հանգիստ է, որ այդտեղ իր համար օգնություն կլինի։ Հանգիստ է, որ կմարեն այդ կրակը։ Երբ որ դու գալիս ես Տիրոջ առաջ ընկնում ես, Տիրոջ գիրկն ես ընկնում, սիրելիս հանգիստ տեղի։ Տերը ունի ջուր։ Տերը ունի կրակ մարիչ իմ ու քեզ համար։ Տերը ունի մեզ համար բժշկություն։ Մենակ թե մեզի հավատալ է պետք։ Տերը ունի մեզի համար օրհնության մեծ չափաբաժին։ Ամեն, որ աշխարհը չի տեսել, մեր սիրտը չի ընկել դեռ, բայց Աստված մեզ զարմացնելու համար կարող է ու ուզում է անել։ Եվ եկեք կանգնենք մեր ոտքերի վրա։ Մի տեղ էլ կկարտանք եւ կաղոթենք Ղուկաս 24-ի 31-ը շատ հետաքրքիր բան է գրված, ասում է
Ղուկաս 24:31 ասում է այսպես, որ Եվ նրանց աչքերը բացվեցան, եւ նրան ճանաչեցին, եւ նա աներևույթ եղավ նրանցից, եւ իրար ասեցին, չէ որ մեր սիրտերը պորպոկվում էին մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, եւ ինչպես գրկերը բաց էր անում մեզ համար։ Այստեղ Հիսուսի հետ նստած աշակերտները հաց էին ուտում հարություն առնելուց հետո ասում է Հիսուսը նրանց սրտերը պորպոկում էր ամեն անգամ, երբ իրանց հետ մի բան էր խոսում, փոխանցում էր, բացում էր գրկերը, բայց ասում է մի պահում, մի ակնթարթում Հիսուսը իրանց մեջ աներևույթ դառավ։ Չի գրված որ Հիսուսը համբարձվեց այստեղ։ Չի գրված որ Հիսուսը գնաց իրանց միջից։ Հիսուսը իրանց մեջ էր ու աներևույթ էր դառել, բայց իրանք հավատում են որ Հիսուսը այդտեղ է։ Սիրելիս, Հիսուսը այսօր այստեղ է։ Նա աներևույթ ձևով հիմա այստեղ է։ Հիմա քո սիրտը կարող ես բացել իր առաջ ու ասել Տեր, ես ունեմ հարց իմ սրտիս մեջ, որը մենակ դու կարող ես պատասխանել։ Ես ունեմ այս ինչ տեղը իմ կյանքից մեջ արել եմ բաներ մարդկանց ցույց տալու համար, եղել եմ սխալ օրինակ, եղել եմ այս ինչ, եղել եմ այն ինչ, Տեր ջան, տեսա նոր այս ամեն ինչը, որ քո կամքը չէ, կեղծավորությունը, փարիսեցիություն է։ Տեր, ես գիտեմ, որ դու լսում ես արտարի աղոթքը, ես գիտեմ, որ դու լսում ես ինձ, ուզում ես ինձ գրգել, ողորմել, սիրել, խապել եմ, այս եմ արել, այն եմ արել, բայց ուզում եմ Տեր, իրականում ի սրտե սկսեմ քեզի ծառայել։ Ի սրտե քեզի մոդիկ նամ, ի սրտե եմ ինչ որ կենեմ։ Կուզեմ որ իմ սիրտս քեզ տամ, Տեր։ Գիտես Հիսուսը հիմա իմ ու քո կողքը կանգնած է։ Ու Հիսուսի նպատակն է ոչ թե այսօր այստեղ քեզի ու ինձի մի բանով զարմացնի, այլ Հիսուսի նպատակն է այսօր մեր կյանքերի մեջ փոփոխություն բերի, որ ներսից մաքրի։ Ասում են անոթը, որ ներսից մաքրում է, երևույթը շատ լավ է երևում։ Ու չկանգնենք իրականում են պրոցեսի մեջ, ու չդանդաղենք են պրոցեսի մեջ, որը կոչվում է փրկություն։ Այլ մեր աղոթքը ու Հիսուս Քրիստոսի բարեխոսությունը նրա մեջ է, որ մենք այդ պրոցեսը մինչև վերջ, գլուխներս բարձր, ուղիղ սրտով, ճշմարիտ հավատքով գնանք ու հասնենք տեղ ու ասենք շնորհակալ ենք Տեր։ Գիտես շատ անգամ այսպիսի հաղորդումներ կան, որ հարցնում են, երբ Աստծո առաջ կանգնես, ինչ կասես կամ ինչ կհարցնես։ Գիտեք, ես օրինակ մտածում եմ, ես բացի շնորհակալությունից ուրիշ բան չգիտեմ ինչ ասեմ այդ ժամանակ։ Ասեմ շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ այն մարդկանց համար, ում որ ինձ ճանաչեցնել տվեցիր, այն հնարավորությունների համար, որի մեջ ինձ կանչեցիր, այս ժամանակների համար, այս դժվարությունների ու հաղթանակների համար։ Շնորհակալ եմ Տեր իրականում, որ դու երբեք ու երբեք ինձ մենակ չթողեցիր։ Գիտեք, մենք շնորհակալություն սերուն Աստծուն շատ ունենք բաներ։ Էլի քիչը իշքան է ասենք։ Արեք մենք մեր անձերը, սրտերը խոնարհեցնենք մեր ամենակարող Աստծո առաջ ու գանք աղոթքով, գանք Տիրոջ առաջ խոնարհությամբ, իրական խոնարհությամբ ու ասենք Տեր, փոխե մեզի։ Մենք փոխվելու տեղ ունենք Տեր։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով մենք բերում ենք մեր անձերը Տեր քո առաջ։ Դու գիտես մեր ներսը, դու ամբողջապես մեզի գիտես Տեր։ Ինչ էլ պահենք Տեր իմ արքա, ինչպես էլ ցույց տանք Տեր մարդկանց առաջին, դու ամեն բան մեզի գիտես Տեր իմ արքա։ Մենք քեզանից ոչ մի բան չենք կարող թաքցնել, չենք կարող քեզանից հեռու պահել, չենք կարող այնպես անել, որ դու չտեսնես։ Դու ամեն բան գիտես ու ամեն բան տեսնում ես Տեր։ Խնդրենք Տեր իմ արքա, որ դու մաքրես մեր ներսը, մեր մտքերը Տեր, մեր սիրտը Տեր իմ արքա, մեր աչքերը Տեր, մեր լսելիքները Տեր իմ Աստված, մեր շուրթերը Տեր մաքրես Հիսուս Քրիստոսի անունով։
որ չլինենք, որ Տեր իմ արկա գնալով աստվածապաշտությունից դառնանք կեղծավոր փարիսեցիներ, Տեր։ Չլինի, որ Տեր իմ արկա ճշմարտությունը, Տեր իմ արկա ունենալով մեր մեջ Տեր իմ արկա հետ դառնանք, Տեր իմ Աստված, այն սխալ ու վատ Տեր սովորույթներին, Տեր իմ Աստված։ Այլ Տեր իմ արկա, մենք մեր սիրտը բերում ենք քո առաջ, ինչպես գրված է, Տեր, դու ուզում ես մեր սիրտը, Տեր, մենք մեր սիրտը տալիս ենք, Տեր, քեզ, ու խնդրում ենք օգնե, Տեր իմ Աստված, որ ամբողջապես նվիրվենք քեզի, Տեր, ու երբ որ դու մեզի նայես, Տեր իմ արկա, քո սիրտը ուրախանա մեր վրա, Տեր, ու երբ որ դու մեզի նայես, Տեր իմ արկա, լսես մեր աղոթները, Տեր իմ արկա, քո բարեհաճությունը կա մեր կյանքերի մեջ, Տեր, սիրենք իրավունք դու խոսքը, Տեր իմ արկա, այլ մասնագիտ չպահենք Տեր քո ճշմարտությունը։ Եվ դու քո ողորմությունով ու գթությունով Տեր իմ արկա ավելի ու ավելի քաշես մեզի դեպի քեզ, Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր իմ արկա եւ կարողանանք Տեր ամեն խանգարող բաները մեր կյանքերի մեջ, Տեր, դնել քո ոտքերիդ առաջ եւ ասենք Տեր իմ Աստված, թող ոչ մի բան չխանգարի մեզ, Տեր, եւ մեր սիրտը չպղծի, Տեր, եւ մեզ Տեր իմ արկա սխալ ճանապարհներով չտանի, Տեր, այլ Տեր մեր ճանապարհները, մեր ուղիները դեպի քեզ լինի, Տեր, որովհետեւ քո մեջ է փրկությունն ու ուրախությունը, խաղաղությունն ու արտարությունը, քո մեջ է Տեր իմ արկա մեր կյանքի հաջողությունն ու զորությունը, Տեր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, մենք ասում ենք Տեր, շնորհակալ ենք, որ դու աներևույթ Աստված զորավոր փառքովը հենց հիմա այստեղ ես, Տեր, գրկելում ես, սիրելում ես, Տեր, վերականգնելու, բժշկելում ես, Տեր, քո կամքը դե Տեր իմ արկա, որ մենք կանգնենք քո առաջը, Տեր, ուրախությամբ եւ լիությամբ, Տեր իմ Աստված։ Հալելույա, շնորհակալ ենք, Տեր, հալելույա, Տեր։